Բարև ձեզ, հորիզոնը սկսում է աշխատանքը։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջպետական հայցերը հետ կանչելուն, եվրոպացի դիտորդների գործունեությանը, նոր սահմանադրություն ընդունելուն, հնարավոր էսկալացիային եւ այլ թեմաների։ Դիտեք հարցազրույցից մեկ հատված, իսկ մանրամասները կներկայացնենք մեր հաջորդ թողարկումների ընթացքում։ Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ։ Այսինքն ըստ էության մենք ունենք փաստաթուղթ, որը եւ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է եւ հետեւաբար հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Ինչ վերաբերվում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ դրա նպատակներից մեկը այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման եւ հետեւաբար պետք է ստորագրվի եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ, ինչ վերաբերվում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել եւս հիմա էսկալացիայի որևէ հիմք եւ հիմնավորում չկա, որովհետեւ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության խորհրդային միության հանրապետությունների սահմաններով եւ պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, որտեղ Ալմաթի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքները արձանագրված են, ահա այդ սկզբունքները Ալմաթի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Այսինքն գիտեք, էսկալացիան կարող են լինել ուժեր, ովքեր էսկալացիայի կողմնակից են, կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի հակառակորդ են, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում։ Այդ էսկալացիան մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը եւ նրա իրագործումը։ Արձանագրենք հետեւյալը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար չկա։ Երկրորդը տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համեն դեպս մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք եւ դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Երրորդը Եվրամիության դիտորդական
առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր կառավարությունը, ես եմ հրավիրել եւ ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար, բայց մյուս կողմից պետք է մենք նպատակից գանք։ Ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան տեղակայվելու եւ աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով։ Կայունության եւ ինչ որ առումով խաղաղության միջոց եւ գործոն որպես։ Եվ հիմա ես ուզում եմ ուշադրությունը մեր հրավիրեմ, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Այսինքն միջև այդ կետը ամենայն դեպս այս հարթության մեջ որևէ խոչընդոտ չկա, որ Եվրամիության դիտորդները աշխատեն։ Այսինքն մեր նպատակը այն է, որ մեր կայունության սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն եւ կայունություն եւ երբ որ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք կունենանք այլևս ինստիտուցիոնալ խաղաղություն եւ կայունություն եւ այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին նա գրել է X իր միկրոբլոգում։ Անդրադարձել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին։ Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ, գրել է Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին համագործակցության եւ զարգացման հարցերով պետքարտուղար Դեվիդ Լամիի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը եւ համաձայնեցված տեքստով ստորագրման Հայաստանի Հանրապետության առաջարկը։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին զինադադարի խախտումների վերաբերյալ Ադրբեջանից հնչող կեղծ մեղադրանքների առնչությամբ նախարար Միրզոյանը վկայակոչել է Հայաստանի կողմից ներկայացված հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկը, որի վերաբերյալ չի ստացվել ադրբեջանական կողմի դրական արձագանքը։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի կողմից ներկայացված այս եւ մյուս, մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ առաջարկները կարող են լուրջ հիմք լինել փոխվստահության ձևավորման եւ կայունության ապահովման համար։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ադրբեջանական ապատեղեկատվություններին եւ սոցիալական ցանցերում տարածված այն տեղեկություններին, թե մարտի 20-ին Ադրբեջանը ինտենսիվ կրակոցներ է արձակել Սոտքի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարությունը արդեն գրեթե 12-րդ հերթին է տարածում, որ հայկական կողմը չի կրակում։ Ինչու ապացույցներով չեք խոսում Ադրբեջանի հետ։ Օրինակ արբանյակներին նկարացնել, որ հայկական կողմը չի կրակում, որևէ գործողություն չի դիմում։ Արբանյակային նկարները չեն կարող ցույց տալ գնդակների կրակելու չկրակելու մասին։ Դրա համար պետք են տեսագրություններ։ Իսկ քանի որ մեղադրողը մենք չենք, այլ մեր հարևանները։ Մենք դրա համար ասում ենք, եթե ունեք ապացույցներ, տեսանյութեր տրամադրեք մեզ։ Մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Մինչ օրս չենք ստացել նմանատիպ արձագանք։ Իսկ ինչ եք ուզում ապացույցներով դուք խոսեք, մեր պաշտպանության Ինչի մասին խոսենք, չեղած բանի մասին, չեղած բանի ի՞նչ է ապացույցը։ Իսկ ընդհանուր առմամբ տեղաշարժ կա թե Ոչ, չկա։ ինչ է նշանակում։ այսինքն պատերազմի վտանգ դուք չեք տեսնում։ Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչու է տարածվել նման տեղեկատվություն, մենք մի վարքյան։ Սա մեր գնահատականն է եղած փաստերի հիման վրա։ Եթե կլինեն փաստեր, մենք պատրաստ ենք ուսումնասիրել, հետաքննել։ Հարցեր գործընկեր կա, արդյոք ռազմական գործողություն։ Հարգելի գործընկերներ, բայց հիմա հարցը այստեղից է։ Հարգելի գործընկերներ, որպեսզի նման գնահատական տամ, պետք են հետախուզական տվյալներ։ Այս պահին գետնի վրա նման երևույթ տեսանելի չէ։ Մամուլում տեղի ունեցող ապատեղեկատվությունը նրա մասին, որ տեղի են ունենում կուտակումներ, զորքերի տեղաշարժեր, պաշտպանության նախարարությունը չի հաստատում։
բոլոր վտանգավոր գրակոչները, խախտումները, որոնք ուղղված են մեր դիրքերի վրա, մեր անձնակազմի վրա, մշտապես պաշտպանության նախարարության կողմից տրվել են հաղորդագրություններ եւ բացատրություններ։ Տարածողը նախարարը, պարոն Պատրիկյան, սոցիալ նախին նախարարը, սոցի մասին լուրը տարածող է հիմա։ Եվ Ձեր թիմի աշխատանքը, ասում եմ եւ կրակեց անկախ նախկինում ունեցած պաշտոնից, ներկա պաշտոնից, ես ասում եմ պաշտպանության նախարարությունը մի քիչ առաջ էլ է հայտարարությամբ հանդես եկել կամ մի ժամ առաջ, որ մեր հարգելի գործընկերները միայն տարածեն ճշտված տեղեկություններ, իսկ տեղեկությունները ճշտված են, եթե դրանք ճշտված են պաշտպանության նախարարության հետ։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչը հայտնել է Պրահայում անցկացված ինտենսիվ հանդիպումների մասին, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում։ Մագդալենա Գրոնոն մեկ այլ գրառմամբ նշել է, որ ընդգծվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն աջակցելու Եվրամիության ջանքերի շարունակման անհրաժեշտությունը եւ վերահաստատվել է անցյալ շաբաթ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ արված հայտարարությունների կարեւորությունը։ Հայ-թուրքական սահմանի մարգարանցակետը մարտի 21-ին ժամանակավորապես բացվել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում։ 3 առավոտյան հայկական բեռնատարները հատել են թուրքական սահմանը։ Թեմայի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Գիտեմ, որ 4 բեռնատար է հատել սահմանը եւ դրանք պատկանում են միջազգային բեռնափոխադրող ընկերությանը, ոնց հասկանում եմ վարորդները Հայաստանի քաղաքացիներ չեն, եւ այժմ այդ մեքենաները շարժվում են դեպի Սիրիայի սահման, բեռնված են դեղամիջոցներով, սննդամթերքով, առաջին կարևորության այլ ապրանքներով, եւ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Քոստանյանը այսօր շնորհակալություն է հայտնել Թուրքիայի իշխանություններին, որ հնարավորություն են ստեղծել, որ այդ մարդասիրական օգնությունը Սիրիա հասցվի ցամաքային ճանապարհով։ Հիշեցնեմ, Հայաստանի կառավարությունը մարտի 20-ին կայացած նիստում որոշել էր ժամանակավորապես բացել, այսինքն գործող դարձնել Մարմարայի անցակետը եւ այն այդպիսին կլինի մարտի 21-ից մինչև մարտի 31-ը, որից հետո կրկին կփակվի։ Դրան նախորդել էին Հայաստանի, Թուրքիայի եւ Սիրիայի դիվանագետների միջև աշխատանքային հանդիպումները եւ հավանաբար այդ հանդիպումների արդյունքում էլ կայացվել էր այս որոշումը։ Իրականում բարձ է, որ սա քաղաքական որոշում էր, որը ինչ որ կետերում բխում էր Հայաստանի, ինչ որ կետերում Թուրքիայի շահերից, եթե խոսքը միայն մարդասիրական օգնություն Սիրիա հասցնելու մասին լիներ, ոչինչ չէր խանգարում ինքնաթիռով դա անել, ինչպես օրինակ արվեց 2023 թվականին, երբ Հայաստանը Սիրիա 2 ինքնաթիռ ուղարկեց նույնպես մարդասիրական օգնությամբ։ Այս դեպքում Հայաստանի համար կարևոր էր, որ այդ օգնությունը տեղ հասցնելու համար բացվի Մարգարայի անցակետը, ինչը այսպես խորհրդանշական նաև քայլ կլիներ, որը կվկայեր այն մասին, որ մոտենում է այն օրը, երբ Հայաստանի շրջափակումը վերջնականապես կվերացվի։ Մյուս կողմից սա բխում էր նաև Թուրքիայի շահերից, քանի որ հայ եւ սիրիացի դիվանագետների միջև շփումները ըստ էության լեգիտիմացնում են Ջուլանիի թուրքամետ այդ ռեժիմը։ Հայաստանի արտգործնախարարի տեղակալը հանդիպել էր այդ ռեժիմի արտգործնախարարի հետ հունվարի 27-ին եւ այդ հանդիպումը Թուրքիայում ողջունել են։ Հավանաբար ողջունում են նաեւ այն, որ Հայաստանը մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիային, որը այժմ ղեկավարում է այդ ռեժիմը։ Կգնահատեն Անկարայում, թե ոչ այս Հայաստանի այսպես բարի կամքը, դժվար է ասել, քանի որ հիշում ենք, որ Թուրքիայում չգնահատեցին Հայաստանի բարի կամքը, երբ Հայաստանը Թուրքիայում տեղի ունեցած այդ երկրաշարժից հետո նույնպես մարդասիրական օգնություն ցուցաբերեց այս անգամ Թուրքիայի ժողովրդին։ Թեև այդ ժամանակ եւս Մարգարայի անցակետը բացեցին, որպեսզի հայ բեռնատարները կարողանան օգնությունը տեղափոխել, բայց բեռնատարների վերադառնալուց հետո կրկին փակվեց անցակետը եւ Անկարայի քաղաքականության մեջ ոչինչ չփոխվեց։ Սահմանը բացվելու միտքը նշեցիր, արդյոք այդ օրը մոտիկ է, հավանական է։
Դե 22 թվականի հուլիսին որոշում կայացվեց, սկզբունքորեն, որոշում կայացվեց, որ պետք է սահմանը բացվին ու առնվազն երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար եւ մինչ օրս այդ որոշումը չի կատարվել, չի ածվել, թեև տեխնիկական բոլոր հարցերը դրա համար լուծվել են։ Հայկական կողմից այդ անցակետը վերանորոգվել է կապիտալ ձևով 1 միլիարդ դրամ է ծախսվել այն վերանորոգելու համար։ Թուրքական կողմի մասնագետները եղել են, համոզվել են, որ ամեն ինչ պատրաստ է, անգամ թուրք բանագնաց Սերդար Կլիչն է եղել այնտեղ, Հայաստանի իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանը այնտեղ է ընդունել իրենց հանդիպումներից նախավերջինի ժամանակ կարծեմ։ Այսինքն Թուրքիան շարունակում է նախապայմաններ առաջ քաշել, որոնք կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Բայց վերջին շրջանում այսպես ավելի ակտիվ են լուրեր շրջանառվում այն մասին, որ միգուցե թուրքական կողմը համաձայնվի երրորդ երկրների քաղաքացիների համար բացել հայ-թուրքական սահմանը, չսպասելով մինչև հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի կնքումը։ Բաքվում այս լուրերը իհարկե տագնապ են առաջացնում եւ այս լուրը ժամանակավոր սահմանի բացման մասին նույնպես Բաքվում մեղմ ասած չեն ողջունել։ Շնորհակալություն արդյոք։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև համագործակցությունը Մարգարա Ալիջան սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու ուղղությամբ, որպեսզի Հայաստանին հնարավորություն ընձեռվի մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին։ Այդ մասին X-ի միկրոբլոգում գրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն։ Սա ցույց է տալիս, թե ինչպես է Հարավային Կովկասում համագործակցությունն օգուտ տալիս ողջ տարածաշրջանին, նշել է ամերիկացի պաշտոնյան։ Այսքան ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։